անվանում են Ամերիկայի հայերի մայրաքաղաք։ Լոս Անջելեսի այդ արվարձանում արդեն 2 տասնամյակ է, ինչ հայերն են որոշում կայացնողները։ Այդ կայացնողներից մեկը հաջորդ զրուցակիցս է։ Վարդան Գարպետյան, ամերիկահայ գործարար, կառավարման մասնագետ, Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ, նախկին քաղաքապետ։ Պարոն Գարպետյան, գիտեմ Իրանում եք ծնվել դուք։ Այո։ Երբ եք տեղափոխվել Միացյալ Նահանգներ։ 1986 թվականին։ Ինչով եք սկսել այդտեղ զբաղվել ընտանիքով։ Ես սկզբից սկսել եմ աշխատել մի construction company, շինարարության company, իրիկուները դպրոց են գնում, համալսարան եւ ցերեկները աշխատում էի։ Ես մի քանի ամիս հետո ինձ համար մի տեղ վարձեցի եւ շարունակեցի աշխատանքս, այո։ Եվ միջև այլ շինարարական բիզնեսում եք։ Շինարարական բիզնես մենք մեր պրոյեկտներն են կառուցում, բայց մենք commercial real estate-ի անշարժ գույքի, բայց commercial real estate-ի գործում ենք։ Իսկ քաղաքականությամբ երբ սկսեցիք տարվել։ Ընտանիքում ինչ-որ ավանդույթներ եղել են քաղաքական։ Ընտանիքում ոչ, բայց քաղաքական իհարկե ասեմ իմ կինը ավելի շուտ ընտրվեց, ինքը Glendale Unified դպրոցների խորհրդի անդամ էր, 2013-ին ինքը ընտրվեց, ես 2015-ին եմ ընտրվել, բայց ես սկսեցի 2001 թվին կամ 2 թվին Լերի Զարյանը, որ մեր քաղաքապետ, առաջին հայ քաղաքապետն էր։ Ինձ ասաց, որ դու պետք է գաս անդամ լինես մեր Glendale Adventist Hospital, մենք հիվանդանոց ունենք Adventist հիվանդանոցը, իրենք հանձնախումբեր ունեն, ասաց, որ Foundation Board, որ Դա հասարակական աշխատանք էր ավելի շատ, քան քաղաքական։ Այդտեղից սկսվեց, հետո միացա տարբեր խումբերին, Salvation Army-ի volunteer էի անում, կամավոր աշխատում էի իրենց համար, եւ հետո նշանակվեցի commissioner, որպես sitting բոլոր քաղաքները ունեն հատուկ հանձնախումբեր, ինձ նշանակեցին այն ժամանակ Ռաֆի Մանուկյանը եւ Բաբ Յուսեֆյանը, այդ commissioner դարա design review board, որ որևէ շինարարություն, որ Glendale հաստատվում է, այդ խումբն է հաստատում իր այդ շենքի դիզայնը։ 4 տարի անդամ էի, հետո 2 տարի Parks and Recreation Committee, որ այս այգիների քաղաքի ունեցած парքերի աշխատանքով էին զբաղվում, եւ դրանից հետո Historic Preservation Commission, պատմական շենքերի հանձնախումբ կար, այնտեղ էի անդամ եղել եւ City-ն է բոլորը սրանք աշխատում եւ դրանից հետո ինձ համար ինչպես ասած շատ sense հատուկ normal transition, որ դից մտնեի քաղաքական գործի մեջ։ Քաղաքականության մեջ թաթախվելուց առաջ Վարդան Գարպետյանը հաջողակ գործարար էր։ Նրա ղեկավարած Glendale Commercial Incorporated ընկերությունը մասնագիտանում է անշարժ գույքի ու development-ի բնագավառում, նաև պատմական շենքեր է վերանորոգում։ 2004-ին Գարպետյանը անցավ պետական կառավարման ասպարեզ։ Նա նշանակվել էր ճարտարապետական պլանավորման խորհրդի անդամ, աշխատել է հասարակական ծառայությունների ու պատմական ժառանգության պահպանության հանձնաժողովներում, եղել է Glendale-ի ոստիկանության հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ։ Գործունեություն է ծավալել քաղաքի առևտրաարդյունաբերական պալատում, ղեկավարել է քաղաքապետարանի բնակարանային տնտեսության վարչությունը։ Քաղաքային խորհրդի անդամ ընտրվելու նրա առաջին 2 փորձերը անհաջող էին, բայց 2015-ին Գարպետյանը հաղթեց ընտրություններում, իսկ 2017-ին ընտրվեց Glendale-ի քաղաքապետ, դառնալով այդ քաղաքի 4-րդ հայազգի ղեկավար։ Նախանցած տարի կայացած ընտրություններում թարմացրեց քաղաքապետի անդամի իր մանդատը։ Վարդան Գարպետյանը ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամ է, ակտիվ ներգրավված է հայկական հասարակական կառույցների գործունեությանը։ Դե այնուամենայնիվ քաղաքական հանրային քաղաքականությունը դա այլ ոլորտ է, հա, մի բան է կառավարիչ լինել, մեկ այլ բան է դուրս գալ փողոց եւ համոզել մարդկանց, որ ես եմ այն մարդը, ով կարող է ձեր շահը պաշտպանել։ Այո։ Եթե այսօր ես գալիս եմ ընտրություններից 2 ամիս առաջ, ասում եմ ես Վարդանն եմ, ինձ քվեարկեք, բոլորը հարցնում են ինչու։ Տեղին հարց է։ Եվ պետք է դուք պատասխան ունենաք։ Եվ ինչ եք պատասխանում սովորաբար։ Որտեւ ես նոր չէի, ես տարիներ շարունակ ժողովրդի մեջ էի եղել, ժողովուրդը ճանաչում էին ինձ որոշ չափով։
որոշ չափով եկեք քո ծրագիրները ներկայացնես եւ ասես այո այս խնդիրներ ունենք, բայց ինչ ենք անելու։ Բողոքելը հեշտ է միշտ։ Այն մարդը, որ ընտրված չի, շատ հեշտ է գասի Վարդանը լավ չի աշխատում, այս մարդը լավ չի աշխատում, այսինչ այսպես անում, բայց շատ լավ, բայց արդյունքը ինչ է, ինչ առաջարկներ դուք ունեք։ Ձեր ընտրողների որ մասն են ազգությամբ հայեր, մոտավորապես։ Առաջին անգամ որ ընտրվեցի, մեծամասնություն հայ էին։ Եվ այս քաղաքում եթե ուզում եք ընտրվեք, պետք է անպայման ունենաք իհարկե ամեն մարդ ունի իր բլոկը, որ ինչպես ասած, որ օրինակ եթե դուք լաթինո եք, լաթինոներն են սկզբում ձեզ քվեարկում, բայց պետք է միշտ ունենաք մի մաս քվեներ ոչ քո ազգականներից, որտեղ դուք ներկայացնում եք բոլորին այս քաղաքում։ Ի վերջո քաղաքը հայերինը չէ միայն, հա։ Այո, ճիշտ է։ Եվ ես շատ մեծ հովանավորություն ստացա անցյալ ընտրություններին, թե հայերից, թե ոչ հայերից։ Եվ դա ինձ համար շատ կարևոր էր։ Տեսեք, հետաքրքիր ֆենոմեն էր 70-ական թվականներին, առավել եւս 60-ական, նույնիսկ 80-ական, հայերը ակտիվ չէին հասարակական process-ներին, հա, քաղաքական process-ներում ներգրաված չէին, եւ հայ քաղաքապետը ընդամենը 80-ականներին առաջին անգամ, հա, ընտրվեց։ Կարծում եմ 80-ական թվականներին։ Ավելի ուշ տեղի ունեցավ տարօրինակ բան։ Հայերը թեև մեծամասնություն չեն այս քաղաքում, ընտրովի պաշտոններում հենց հայերն են, ուրեմն 5 քաղաքապետի անդամներից 4-ը հիմա մեր հայրենակիցներն են։ Ինչպես դա տեղի ունեցավ։ Գիտեք, սկզբում այն առաջին սերունդը, first generation, որ տեղափոխվում են Միացյալ Նահանգները, իրանք ընտրությունների հետ իրանց չի հետաքրքրվում։ Ամեն մարդ աշխատում է, որ ինչ պետք է անի, որ մի լավ աշխատանք ունենա, ընտանիքին պայ զբաղված են ընտանիքի հարցերով։ Այդ պատճառով շատ կարող է սկզբում չէին մասնակցում։ Եվ ես դա հասկանում եմ, որտեղ մեկը ես եմ եղել, այն ժամանակ որ տեղափոխվել եմ Ամերիկա։ Բայց մի օտար հարցական երկրներից, որ մենք ենք եկել, միշտ ասել են, իրանք ուզում են կընտրեն։ Ժորժ Դուկմեջյանը շատ բան փոխեց այդ իմաստով։ Դուկմեջյանը մեծ բան փոխեց։ Մենք ունեինք տարբեր անձիկ, Ռոբերտ Ֆիլիպոսյան, օրինակ, որ district attorney էր, մեծ պաշտոնների մեջ հայեր ենք ունեցել եւ մեր երեխաները, մենք եւ մեր երեխաները տեսանք, չէ, մենք կարող ենք աշխատենք եւ հասնենք այդ պաշտոններին։ Այս երկիրը այդ առիթը տալիս է մեզ։ Բոլորին այդ առիթը տալիս է։ Կալիֆոռնիայի հայերից շատերն են ակտիվ մասնակցություն ունեցել պետական կառավարմանը։ Ընտրովի ամենաբարձր պաշտոնը, որը երբևէ նահանգում մեր հայրենակիցն է զբաղեցրել, նահանգապետի պաշտոնն է։ Ջորժ Դուկմեջյանը ղեկավարել է Ամերիկայի ամենահարուստ ու մարդաշատ նահանգը 1982-ից 91 թվականը։ Դուկմեջյանի կենսագիրները հաստատում են, որ 88-ի նախագահական ընտրարշավի ժամանակ Ջորջ Բուշ ավագը առաջարկել էր նրան երկրի փոխնախագահի դերը։ Նահանգապետը հրաժարվել է։ Ջորջ Դուկմեջյանի թիմի անդամ է եղել հանրապետական գործիչ Չիփ Փաշայանը։ Նա Դաշնային կոնգրես երբևէ ընտրված միակ զտարյուն հայն էր։ Հայաշատ Ֆրեզնոն ներկայացնում էր Կապիտոլիումում 1979-ից 91 թվականներին։ Ավելի ուշ ամերիկյան խորհրդարանի ստորին պալատի անդամներ են ընտրվել հայկական արմատներ ունեցող երկու կալիֆոռնիացի գործիչներ՝ Աննա Էշուն, որի բաբայան ազգանունն է կրել, ու Ջեքի Սփիրը, որի նախնիների ազգանունը Քանչելյան էր։ Միակ հայը, ով այժմ օրենսդիր աշխատանքով է զբաղվում Կալիֆոռնիայի նահանգային ասամբլեայում, Ջոն Հարաբետյանն է, իսկ ասամբլեայի նախկին անդամ Պոլ Գրեգորյանը Լոս Անջելեսի վարչակազմում ղեկավարում է հատուկ կոմիտեն, որը համակարգում է 2028-ի Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքները։ Ադրին Նազարյանը Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ է հիմա։ Մինչ այդ նա 6 անգամ հաղթել է Կալիֆոռնիայի ասամբլեայի ընտրություններում։ Դե իսկ Գլենդել քաղաքը վերջին 40 տարվա ընթացքում 9 հայազգի ղեկավար է ունեցել։ Վարդան Գարպետյանից հետո քաղաքապետներ են եղել Լարի Զարյանը, Բոբ Յուսեֆյանն ու Ռաֆի Մանուկյանը, իսկ նրանից հետո Զարե Սինանյանը, Վրեժ Աղաջանյանը, Էլեն Ասատրյանն ու Արա Նաջարյանը։ Հիմա այդ պաշտոնը մեր հայրենակից Արտաշես Քասահյանն է զբաղեցնում։ Քաղաքապետը Գլենդելում շատ հասանելի մարդ է, չունի ոչ քարտուղարուհի, ոչ վարորդ, ոչ
օգնական եւ նույնիսկ ոչ էլ աշխատավարձ, որքան հասկանում եմ, հա։ Այո, մեր աշխատավարձը շատ չնչին մի բան է եւ ես դրա հետ կողմ եմ, որտեւ այս պաշտոնը աշխատանք չէ։ Այս պաշտոնը կամավոր ընտրովի պաշտոն է։ Առաքելություն։ Այո, եւ եթե գումարը շատ բարձր լինի, բոլորը կմասնակցեն իմ կարծիքն է գումարի համար, այդ աշխատավարձի համար, բայց եթե աշխատավարձի համար չէ, դու իսկապես ուզում ես ընտրվես եւ աշխատես այս քաղաքի համար, ժողովրդի համար, փողի համար չպետք է այդ գործն անես։ Օրինակ մեր հայկական պատկերացումը, դու եթե քաղաքապետ ես, ուրեմն նախ պետք է փոր ունենաս, երկրորդը պետք է վարորդ ունենաս, մեքենա ունենաս, քարտուղարի ունենաս, թիկնապահ ունենաս։ Բա ոնց առանց դրա։ Սկզբում որ գնացել էի Հայաստան, բոլորը ասում են, բա քո թիկնապահը բադիգարդեր որտեղ են, ասես քաղաքում դու քայլում ես, ասես մենք բադիգարդ չունենք, պետք է չունենք այս տարբեր համակարգ։ Եվ ես կարծում եմ դա է ճիշտը։ Հետաքրքիր է, իսկ տեղացիները, բնիկները ոնց են վերաբերում նրան, որ հայերը չլինելով քաղաքում մեծամասնություն, ընդամենը բնակչության 45%-ն են մոտավորապես, չէ, բոլոր պաշտոնները վերահսկում են եւ արդեն քանի տասնամյակ է գրեթե բոլոր քաղաքապետերը հայեր են Գլենդելում։ Այո, գիտեք, պաշտոնները վերահսկելու համար փորձառություն պետք է։ Մենք ունենք օրինակ մեր city manager-ը հայ է, ամերիկահայ է։ Մեր իր տեղակալը ամերիկահայ է, բայց այս city manager-ը 33 տարի աշխատում է այս քաղաքի համար։ Նես չէ որպես հայ այլեբերերն արել են իրան city manager։ Ինքը այդ փորձառություն ունեցել, օրինակ եմ ասում, կամ ունենք մեր Parks and Recreation-ը, որ բոլոր парքերի դիրեկտորը հայ է։ Ոչ թե որպես ինքը հայ այլ է իրեն։ Եվ նույնիսկ ոստիկանապետն է, կարծեմ, ոստիկանապետը հիմա պաշտոնակատարն է, որ հայ է, բայց ինքը 16 տարեկանից որպես cadet, police cadet, որ հիմա եկել է հասել այս պաշտոնին, ոչ թե որովհետև ինքը հայ է եղել։ Police department-ի chief-ը որ ունենք, ոստիկանապետին, իրանց union-ը պետք է ընդունի։ So իրանք ուզում են այս տղան, այս հայ ոստիկանը լինի ոստիկանապետ։ Տեսեք, ընդունված է համարել, որ հայերը Ամերիկայում այսքան ազդեցիկ են, բայց եթե տեսնենք նահանգային եւ դաշնային մակարդակում ընտրովի պաշտոն զբաղեցնող հայեր գրեթե չունենք։ Ողջ Կալիֆոռնիայի ասամբլեայում միայն մեկ հայ ունենք, ժամանակին երկուսն են եղել։ Դաշնային կոնգրեսում ժամանակին հայկական ծագում ունեցող կոնգրեսականներ եղել են, հիմա չունենք։ Արդյոք հայ համայնքը ունի վաղվա Ջորջ Դուկմեջյաններ, ովքեր կկարողանան եւ մեր անունը բարձր պահել եւ նաեւ համայնքին եւ Հայաստանին օգտակար լինեն ինչ-որ իմաստով։ Իհարկե, ինչքան որ այդ district-ը, այդ ընտրության տարածքը փոքրանում է, ավելի հեշտանում է, որտեղ եթե դուք քանակ չունեք, քան թիվ չունեք քվարկող, օրինակ կոնգրեսի համար, դժվար է ընտրվելը։ Դուկմեջյանը, այո, կան մարդիկ, որ կարող են ընտրվել որպեսի նահանգապետ, բայց հիմա այնքան բաժանված է ցավոք սրտի sense մեծ ժողովրդի մեջ friction ինչպես ասած կա որ Republican եւ Democrat Դուկմեջյանի ժամանակ հայերի մեծ մասը հանրապետական էին հիմա կարծեմ հասկանում եմ դեմոկրատ են ավելի շատ հայերը չգիտեմ չէ շատը չէ բայց 35-40% անպայման դեմոկրատ են մեծ դժվարություն է ստեղծել որտեղ եթե դու դեմոկրատ չես ընդհանրապես Կալիֆոռնիայում որ քվարկում են դեմոկրատների թիվը ավելի շատ է։ Անցյալ ընտրություններին, Դոնալդ Թրամփի ընտրություններին 43-4%-ը հանրապետական են քվարկել։ Դա շատ մեծ թիվ է։ Հա, Կալիֆոռնիայում աննախադեպ ցուցանիշ է։ Այո, այդ բաժանումն է որ դժվարացրել է մանավանդ հայերի համար, որտեղ մեծ աշխատանք է նահանգապետ լինելը, բայց կարող են լինել հիմա կարող է մեր սերունդը չէ մեր երեխաների մեր ապագա սերունդը անպայման ես կարծում եմ կունենան բարձր պաշտոններ այս հարցը բոլոր հայ Գլենդելի քաղաքապետերին տվել եմ օքեյ շատ լավ է որ հայերը այդքան ակտիվ են քաղաքականապես եւ քաղաքապետերը հայեր են ինչու՞ է դա դրսևորվում քայլում եմ Գլենդելի փողոցներով հայկական ոչինչ չեմ տեսնում մի Արցախ անունով փողոց կա հրաշալի է ոչ մի հայկական հուշարձան ոչ մի հայկական խորհրդանիշ որը հիշեցնի որ սա
Ամերիկա հայերի մայրաքաղաքն է, այսպես ասած։ Ճիշտ է։ Արցախ փողոցը, որ ուզում ենք վերանվանեինք, Մերիլանդ էր կոչվում, որ ուզում ենք վերանվանեինք, մեծ process է փողոցի անուն փոխելը, ընդհանրապես։ Ոչ թե միայն ուզենակ դնեք Արցախ, ուզում եք դնեք Վարդան։ Ֆրանսիայում երևի քաղաք չկա, որը հայկական անունով մի քանի հրապարակ կամ փողոց չունենա։ Հրապարակները հեշտ է։ Փողոցի անուն փոխելը շատ դժվար։ Anyways, այդ որ փոխեցինք, հատուկ պրոգրամ էինք դիզայն էին արել, որ ինչ պետք է լինի, ինչեր պետք է լինի, որ այդ փողոցը լինի Արցախ։ Տարբեր խանութներով, հուշարձաններով, խաղահրապարակներով եւ բյուջեն էլ արդեն մեծ մասը ներդրումը կատարվել էր եւ միևնույն ժամանակ հայ թանգարանն էր, հայ-ամերիկյան թանգարանի հարցն էր, որը հենց Արցախ փողոցում է այդ հարևանությամբ Արցախ փողոցին, նույն ժամանակ երկուսն էլ առաջ էինք տանում, ես քաղաքապետ էի այն ժամանակ, որ երկու պրոյեկտներն էլ հաստատվեց եւ ոչ թե միայն ես եմ արել, մենք որևէ գործ, որ ուզում ենք անենք, 5-ից 3 քվե պետք է։ Արցախ փողոցը վերանվանվեց, բայց այդ բյուջեն ցավոք սրտի ծախսվեց օտար տեղեր պակաս ունեին, ըստ էից անեցին դրեցին մյուս տեղ։ Ճիշտ է, ամեն ինչը ցանկություն պետք է եւ ժամանակ։ Դա օրինակ հուշարձան, չգիտեմ, էլի Ամերիկա հայերից Ուիլյամ Սարոյանի, Ռուբեն Մամուլյանի, Ջորջ Դուքմեջյանի հուշարձան ինչու չպետք է լինի Գլենդելում։ Պետք է լինի, ոչ թե չպետք է լինի։ Դա process-ը մենակ քաղաքորդի անդամները չեն։ Մենք ունենք Arts and Culture Commission, իրանք 15 միլիոն բյուջե ունեն իրանց հաշվի մեջ։ Խոսում ենք մասին, որ դրանց միջոցով լինի։ Եվ ընտրությունները, որ փոխվում են, տարբեր մարդիկ տարբեր պահանջներ ունեն եւ մի քիչ political հարցեր է լինում մեջտեղ։ Օրինակ եմ ասում, այս առաջարկը եթե ինձանից չի եկել, ես չեմ ուզում մյուսն անի, դες բաներ լինում է, ոչ թե միշտ, բայց դժվարություններ կա, բայց շատը բյուջեի հարցն է եւ Գլենդելը այդ օրենքը չունի, որ օրինակ Հայաստանը ունի, որ բոլոր հրապարակներում տարբեր արձաններ, տարբեր art effect-ներ կա, բայց մենք չունենք դա մեր օրդինենսի մեջ, մեր օրենքների մեջ։ Այդ օրենքը պետք է փոխվի։ Օրենքը փոխվելու համար 4 քվե պետք ունենք։ Որ թույլ տան օրինակ Brand Boulevard-ի ամենամեծ խաչմերուկի այդ անկյունում մի հատ մեծ հուշարձան դնենք։ 5 անդամներից 4-ը հայեր են։ Ընդունեք օրենքը։ Գիտեմ։ Process-ը։ Գլենդելը Լոս Անջելեսի շրջանի նշանակությամբ երկրորդ քաղաքն է։ Այն ունի մոտ 200,000 բնակիչ։ Գլենդելը հիմնադրվել է 1884 թվականին։ Այժմ բնակչության 72%-ը սպիտակամորթներ են, 16%-ը ասիացիներ ու միայն 1%-ը աֆրոամերիկացիներ։ Գլենդելը Կալիֆոռնիայի ամենաբարեկարգ ու ողջ ԱՄՆ-ի ամենաանվտանգ քաղաքներից մեկն է համարվում։ Գործազրկությունը այստեղ ընդամենը 4.7% է կազմում։ Քաղաքի բյուջեն ավելի քան 1.5 միլիարդ դոլար է, ինչը Հայաստանի պետական բյուջեի գրեթե 20%-ն է։ Գլենդելը ակտիվ զարգանում է, զարգացմանը նպաստում է հոլիվուդյան կինոընկերություններից մի քանիսի ստորաբաժանումների այստեղ տեղափոխվելը։ Հայերը Գլենդելում սկսեցին հաստատվել դեռևս անցած դարի 20-ական թվականներին։ Հայկական միգրացիայի հոսքը կտրուկ մեծացավ վերջին 30 տարում։ Այժմ Գլենդելը հայկական ամենամեծ կոմպակտ բնակչություն ունեցող քաղաքն է աշխարհում։ Հիմա այստեղ տարբեր տեղեկություններով 66-ից 80,000 հայ է ապրում։ Մեր հայրենակիցները կազմում են քաղաքի բնակչության մոտ 40%-ը։ Գլենդելում հայկական եկեղեցիներ, դպրոցներ, թերթեր ու հեռուստաալիքներ են գործում։ Այստեղ է գտնվում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը։ Գլենդելը քույր քաղաք է Հայաստանի տարբեր մի քանի քաղաքներին։ Այո, Գյումրիի հետ, Ղափանի հետ եւ Երևանի կենտրոնի հետ բիզնեսային համագործակցություն ունենք եւ պայմանագիրներ ունեն իրար հետ, ավելի շուտ cultural մշակութային փոխանցումներ, որ ինչեր կարող են անել միասին, բայց հիմա մեկ ավելի ակտիվացել, շատ пассив էր, որտեղ մենակ մենք չենք, օրինակ Գյումրի քաղաքապետարանն է պետք է առաջ լինի, որ ինչ
ծրագիրներ են ուզում ունենան Glendale-ի հետ կամ ինչպես աշխատենք իրար հետ։ Ընդհանրում եմ Glendale-ի տարեկան բյուջեն մի քանի տասնյակ անգամ ավելի շատ է, քան Գյումրիի տարեկան բյուջեն։ Այո, բայց 10-ն էլ ավելի շատ է։ Glendale-ը համարվում է անվտանգ քաղաքներից մեկը Կալիֆոռնիայի։ Ինչի շնորհիվ։ Մեր police department-ը շատ proactive է, շատ հզոր police department ունենք եւ այս քաղաքը, որ կառուցվել է, այնպես է կառուցվել, որ իրենք կարողանում են 4-ից 5 րոպեում հասնեն որևէ քաղաքի կետը, որ ուզում են։ Մենք տարբեր police station-ներ ունենք քաղաքի տարբեր տեղերում, որ եթե սարերի վրա է կապնում, նույնիսկ կարողանում են 5 րոպեում, 4 րոպեում հասնեն դեր տանը։ Հիմա այդ անվտանգ լինելը դա այդ ոստիկանության շնորհքն է, թե քաղաքի բնակիչների, ովքեր օրինապաշտ են եւ անդրադառնալ եւ մեծ պատճառը Glendale-ի բնակիչներն են, որ խաղաղ օրենքներին հետևող ընտանեկան քաղաք է Glendale-ը։ Ժողովուրդը, որ ապրում են, մենք չունենք drive-by shooting, ժողովրդի տունը մտնեն, կողոպտեն կամ բիզնեսները մտնեն։ Եթե դա լինում է, Glendale-ի ժողովրդից չի։ Դրսից են գալի այդ հանցագործությունը։ Փոխարենը ֆինանսական մեխանիզմներ են տարածված, հա, ոնց հասկանում։ Չգիտեմ, այդ էլ բոլոր Ամենայն դեպս մեր դեմ դա փորձում են օգտագործել մեզ վարկաբեկելու նպատակով ոմանք։ Գիտեք, բոլոր ազգերը մենք ունենք, ամերիկացիք ասում են bad apples, որ ունենք մեր մեջ էլ մարդիկ, որ օրենքները խախտում են։ Մենք չենք ուրանում։ Բայց դուք չեք կարող ասեք ընդհանուր ազգը բոլորը մաֆիաներ են, չեք կարող ասեք բոլոր հայերը այդպես են։ Հա, ունենք մենք էլ հանցագործեր, ունենք մեկը որ օրենքները խախտում են, ունենք մեկ որ fraud է անում, բայց ինչի իմ հետևից չեն գալի, ինչի ձեր հետևից չեն գալի։ Պարոն Կարապետյան, ձեր անձնական կապը Հայաստանի հետ ինչպիսին է, որքանով է ամուր։ Շատ ամուր է։ Մենք համարյա թե ամեն տարի Հայաստան ենք գնում։ Մեր հայրենիքն է, ինչ ասեմ, այդ արունը քաշում է, երբ գնում ենք Հայաստան, իմ երեխաներս գնում են այդ հատուկ մի ծրագիր կա Birthright Armenia, որ եթե դու ցակումով հայ ես, կարող ես գնաս եւ 8 շաբաթ Հայաստանում աշխատում ես, հիվանդանոցներում, դպրոցներում, շենքեր են կառուցում, տարբեր social program-ներ, աղջիկներս որ գնում են, չեն ուզում վերադառնալ։ Միշտ զանգում են, վստահ ես, որ չես ուզում տեղափոխվենք Հայաստան։ Իսկ դուք մտածում եք դրա մասին։ Մենք այդ բնակարանը 2003 թվին եմ ես արել այդ նպատակով, որ մի օր եթե պետք է retire անենք, չգիտեմ, որ չէ կարող այդքան երկար բան անենք, բայց մենք ունենք մեր փոքրիկ մի տունը Հայաստանում եւ այդ կապը միշտ պահել ենք եւ պահելու ենք։ Երևանը բոլոր հայերի մայրաքաղաքն է, իսկ Glendale-ը Ամերիկայի հայերի մայրաքաղաքն է, եւ շնորհակալ եմ, որ այս քաղաքը բարեկեցիկ եք պահում ու հայ անունն էլ բարձր։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն։ Պարոն Կարապետյան, այս իմ ավանդական նվերն է, այս անամոր կոչվող հրաշալի գինին Մանուկյան գինու կոնյակի գործարանը արտադրել է հատուկ մեր այս հաղորդաշարի հերոսների համար, ընդամենը 100 օրինակով, այդպես էլ կոչվում է աշխարհի հայերը անամոր։ Մի լավ առիթով համտեսեք եւ այս գինու հետ շատ է սազում Մարլենկա Քաստրավենիկը, որը Չեխիայում մեր հայրենակիցն է արտադրում։ Շատ շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ։